Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երրորդ միջազգային մրցույթն ամփոփում է եզրափակիչ փուլը եւ այսօր գալահամերգի ընթացքում կհայտարարվեն այս տարվա հաղթողները։ Ընդամենը 3 տարի եւ 82 կոմպոզիտոր աշխարհի տարբեր երկրներից, Միացյալ Նահանգներից մինչեւ Ճապոնիա նոր ստեղծագործություններ են գրում հայ պոեզիայի տարբեր ժամանակաշրջաններից, միջնադարից մինչեւ ժամանակակից գրականություն։ Ի սկզբանե կողբ հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող կոմպոզիտորական մրցույթի գլխավոր նպատակներից մեկը հայ պոեզիայի միջազգային քարոզչություններ։ Ես առաջարկեցի երևի ինչ-որ բանոներ օգտակար լինել, այն հայ պոեզիայի ուղղությամբ խաղացում գոյանա։ Անշուշտ բնորինակով, հայերենով, նաև թարգմանություններով այդ հավատալիք կաշապը։ Այս մրցույթը նախաձեռնելու հիմքում եւ առանցքը երաժշտությունից բացի հայոց լեզուն է։ Եվ դա երկրորդ կարևոր հանգամանքն է, եւ որ ես ցանկանում եմ հատուկ նշել, որ մենք այս մրցույթի միջոցով փորձում ենք եւս մեկ անգամ հայոց լեզվի դերը ընդգծել եւ ոչ միայն նորից Հայաստանի սահմաններում, այլ նաեւ որ դրսից, արտերկրից հայ եւ օտարազգի կոմպոզիտորները հայերեն տեքստերի եւ հայերեն հեղինակների ստեղծագործությունների հիման վրա երաժշտությունների։ Այն իրողությունը, որ այս տարի մրցույթին 25 կոմպոզիտորներ աշխարհի 17 երկրից 19 հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գործեր են ներկայացրել, արդեն մրցույթի միջազգայնացման եւ մեծ հաջողության ցուցանիշ են համարում կազմակերպիչները։ Հեղինակները ընտրել են միջնադարյան պոեզիայի հսկաների Նարեկացու, Շնորհալիի, Քուչակի գործերը, բայց չեն շրջանցել նաեւ ժամանակակից պոեզիան։ Մրցութային հանձնաժողովի նախագահ Արմենուհի Կարապետյանը փաստում է, պահպանել են փակ քվեարկության սկզբունքը։ Որտեղ աստորեն չենք իմանում ովքեր են մասնակիցները, որ երկրից են, մեն երևում էր տեքստը բանաստեղծական եւ նորաները։ Ներով գրանատականը հաշվի են առնում 4 ճամփորդիչներ, դա ստեղծագործական երաժշտականություններ, կառուցվածքը, խոսքի եւ երաժշտության միացումը եւ ներկայացման ձևը։ Օրը նշանավորվեց նաև կողբ հիմնադրամի եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումով, որով ընթացք կտրվի Կոմիտասի դաշնամուրային պարերի նոտաների եւ Ռոբերտ Աթայանի անտիպ արխիվային նյութերի ուսումնասիրությանն ու հրատարակմանը։ Ռոբերտ Աթայանի էլի ընտանեկան արխիվում կային դրցակներով նամակներ, եւ մենք հիմա ինստիտուտի գիտական բաժինը ուսումնասիրում է այդ դրցակներում առկա չհրապարակված անծանոթ դեռևս նյութը։ Հնարավորություն ունեն մեր գիտական բաժնի հրաշալի աղջիկները զբաղվել Ռոբերտ Աթայանի նոր նյութերով, նամականիով։ Գալահամերգի ընթացքում Արնո Բաբաջանյան համերգասրահում հայ մեծ պոետների գործերը, մեր բանաստեղծական արվեստի լավագույն ստեղծագործությունները կհնչեն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն եւ այլ լեզուներով, ազգային մեծ պոեզիան հասցնելով նաեւ երաժշտական մեծ բեմահարթակներ։ Նունե Ալեքսանյան, Արման Թովմասյան, լուրեր։